Երաշխիքներ, որ նախկին մարտական գործողությունների մասնակցած, որ ոչ մի տղամարդ չի հետապնդվելու։ Պահեստազորի գնդապետ Վահրամ Հակոբյանն Արցախ հավաքական վերադարձի նախապայմաններից մեկն է նշում։ Հետապնդում, ձերբակալություններ կամ այլ գործողություններ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից չպետք է լինեն։ Genesis Armenia-ի հարգի տակ Արցախի պահեստազորի սպաների միության անդամներն էին։ Քննարկել են Արցախ հավաքական վերադարձի թեման, հիմնվելով անվտանգային կոմպոնենտի վրա։ 5 հիմնական նախապայման կա, որն առանձնացրել են միության անդամները։ Առաջի կոմպոնենտը դա բազմազգ ՄԱԿ-ի հովանոթակ խաղապահ ուժերի ներկայությունն է, երկրորդը դա ապահարազմականացված գոտի ստեղծումն է ամբողջ սահմանի երկայնքով, երրորդը դա միջազգային ընդունված Լաշինի միջանցքի փոխանցելն է այդ ՄԱԿ-ի ուժերին, չորրորդ կոմպոնենտը դա ամբողջ արցախյան հակամարտության շրջանի համար Ադրբեջանի այսպես ղեկավարության կողմից բացառելը քրեական հետապնդումը արցախցիների, ինչպես նաև ընդհանրապես Արցախ հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի, ոստիկանության եւ այլ վարչական մարմինների դուրս անելն է։ Պահեստազորի սպաների միության անդամները բռնի տեղահանությունից հետո առաջնային են համարել հավաքական վերադարձի հարցի քննարկումն ու սկսել են մշակել անվտանգային այդ բաղադրիչները։ Յուրի Քարամյանի խոսքով վերադարձը չունի իմաստ, եթե Արցախում ուժեղ չեն լինելու։ Մենք ընդհանուր ստրուկներ չենք դնում դեղ։ Մենք պետք է հավաքական ուժագնանք եւ բոլոր անվտանգության հարցերը կարող մենք պահպանենք, ոչ թե մեզ շուրջ որևէ պահպանի։ Հասկանալի է համագործակցության, բայց մենք պետք է պահպանենք։ Սա չի նշանակում, թե Արցախում անվտանգային միջազգային ներկայացվածություն չպետք է լինի, նշում է Քարամյանը։ Պարզապես նրանց շարքերում պետք է ծառայեն նաև արցախցիներ ինքնապաշտպանության նպատակով։ Պահեստազորի գնդապետ Վիլեն Սաֆարյանն էլ կարծում է, Արցախ հավաքական վերադարձի համար անվտանգային երաշխավորը միայն Հայաստանը չպետք է լինի։ Ասում է, գործող իշխանությունն է նպաստել այդ համոզմանը գալու համար։ Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, որ ամեն կերպ ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի Արցախյան այդ հավաքական ուժը տորովի առանձին մասերի մի մասը աշխատանք փնտրելու պատրվակով կամ տեղափոխում են Ռուսաստանի Դաշնություն, մի մասը անվերադարձ եվրոպական երկրներ եւ process-ը շարունակում է։ Ադրբեջանի հետ հարևան լինելը պահեստազորի գնդապետին սովորեցրել է միշտ զգոն լինելը։ Ասում է, որքան համաձայնագրեր լինեն, պայմանավորվածություններ ստորագրվեն խաղաղության համար, միևնույնն է, Արցախում մարտունակ պետք է լինել։ Ունենանք նաև այն մոբիլիզացիոն ռեսուրսը, որ կարող ենք այդ միջազգային անվտանգությունը ապահովող կառույցների հետ համատեղ մեկտեղ ի պաշտպան կանգնել Արցախի հանրապետության բնակչությանը։ Պահեստազորի գնդապետների հետ փակ քննարկման ընթացքում անդամներն այլ առաջարկներով են հանդես եկել։ Արմեն Սարգսյանի խոսքով փորձառու զինվորականները առանձնացրել են անվտանգային ամենակարևորներից մինչև երկրորդական թվացող խնդիրները։ Ինչպես կարելի է կատարելագործել նոր Արցախի հանրապետության նոր պաշտպանության բանակը ինչպեսին պետք է լինի, բացի պաշտպանության բանակից ինչպես պետք է միասնաբար աշխատեն բոլոր անվտանգության բաղադրիչները։ Մասնագիտական խմբի հետ քննարկումը հնարավորություն էր առկա հարցերի լուծումների մասին խոսելու եւ նոր հարցեր բարձրաձայնելու համար։ Արմեն Սարգսյանի խոսքով հատուկ ուշադրություն են դարձրել նաեւ անվտանգության գործում կրթական համակարգի դերին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Սամվել Իսրայելյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։